Անչափ շնորհակալ եմ ազնվության եւ անկեղծության համար, ես կարծում եմ մեր քաղաքացիները կգնահատեն ձեր այս մտքերը եւ մեր քաղաքացիների համար եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված տեխնացում փաստացի գտնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է մեր պետության տակ եւ անցյալի էջը պետք է փակել, այսինքն, եթե դա թարգմանենք, կստացվի հետևյալը, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից երբ պահանջվում է 200 միլիոն դոլարի ապօրինի գույք, այդ էջը պետքա փակել եւ չպահանջել։ Օրինակ, Գագիկ Խաչատրյանից, երբ որ պահանջվում է, չգիտեմ էլ ինչ թվերի մասին է խոսքը, անկեղծ ասեմ, ահռելի մեծ գումարներ, այդ էջը պետքա փակել։ Եվ այսպիսով վերջնական հարցը, պարոն Ֆարմանյան, արդյոք դուք այստեղ եք Թալանը պաշտպանելու համար եւ դա ձեր թիվ 1 նպատակն է լինելու։ Շնորհակալություն։ Իհարկե, Թալանը չեմ կարող պաշտպանել, պարոն Ալեքսանյան, ես ընդհանրապես այլ բան ասացի, որ ընդհանուր օրենսդրության շրջանակներում միշտ եղել են այդ մեխանիզմները ապօրինությունները բացահայտելու համար։ 8 տարի դուք իշխանության եք, բացահայտեք, որևէ խնդիր չկա։ Եվ ի սկզբանե նպատակը, ես այդպես եմ կարծում, դա իմ մասնավոր կարծիքն է, եւ հասարակական համերաշխության տեսանկյունից այո, պետք է անցյալի էջը փակվի։ Ես նոր падգամավոր եմ եւ օգոստոսի 2-ից առ այսօր միայն մարտի 1-ի մասին եմ լսում եւ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք չեք հոգնել ինձ, ուղղակի հետաքրքիր է։ Մեր ժողովուրդը ինչ է մտածում մեր մասին։ Ես ընդհանուր խոսում եմ երևույթի մասին։ Երբ որ ասում ենք անցյալի էջը փակել, մենք պետք է առաջ շարժվենք, ժողովուրդ ջան։ Հոգնել ենք, չի կարելի անընդհատ խոսել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ, մենք էլ ենք տիրապետում այդ տեխնոլոգիաներին։ Ինչի համար եք դուք անդադար կրկնում սակրավոր բառը, անդադար կրկնում եկեղեցու թեման, անդադար կրկնում մարտի 1-ը։ Նպատակը մեկն է, որ մարդկանց ենթագիտակցության վրա դա ամրապնդվի։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում հարգելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ։ Իրոք փակենք անցյալ էջը եւ զարգանա մեր երկիրը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Վոլոդիա Հակոբյան։ Չէ, պարոն Ֆարմանյան, չենք հոգնել ու կրկնելու ենք այնքան, մինչև որ Թալանը վերադարձվի ու վերադարձնելու եք, այդ թվում ձեր ֆրակցիայից պարոն Տարփինյանի հայրը, պարոն Ղազինյանի հայրը, պարոն Գևորգյանի հայրը, Մի ընդհատեք տեղից, պարոն Ղազինյան, մի ընդհատեք, պարոն Ղազինյան, մի վարքյան, հարգելի գործընկերներ, եթե գտնում եք, որ կա փաստական անճշտություն, խնդրեմ, ելույթով ներկայացրեք, պարոն Ղազինյան, տեղից մի արձագանքեք, ելույթով արձագանքեք, ես վստահ եմ, որ պարոն Հակոբյանը, եթե տեսնի, որ իր ասացի մեջ փաստական սխալ կա, ինքը անձամբ դրանք կանդրադառնա։ Շնորհակալություն ու տեղից մի արձագանքեք, վերականգնեք պարոն Հակոբյանի ժամանակ։ Պարոն Ղազինյանը պնդում է, որ իրենց գործը կարճված է ապօրինի գույքի բռնագանձման քաղաքացիական գործը, ես տակը ճշտ եմ պարոն Ղազինյան, շնորհակալ եմ ինֆորմացիայի համար, բայց Սամվել Տարփինյանին կարճված չի, Մհեր Գևորգյանին կարճված չի, Ռոբերտ Քոչարյանին կարճված չի եւ պետքա այնքան կրկնենք ու այնքան սպասենք, մինչեւ որ այդ Թալանը վերադարձի պարոն Ֆարմանյան, ինչքան էլ որ դուք այստեղ եք, ոնց հասկացանք, դա պաշտպանելու համար։ Պարոն Ֆարմանյան, դուք նշեցիք, որ պատերազմը ռուս-ուկրաինական նպաստել է Հայաստանում վերարտանումներին եւ այլն եւ տնտեսական աճին է նպաստել։ Դուք որպես մասնագետ պարոն Ֆարմանյան, մենակ այդ պատերազմից դրական արդյունքներ եք, այսինքն Հայաստանի թիվ 1 գործընկեր Ռուսաստանը տնտեսական իմաստով պատերազմի մեջ է, ու այդ պատերազմը մեզ միայն դրականորեն է անդրադարձել մեզ վրա։ Բայց անդրադառնալով արտաքին պարքին, դուք նշեցիք, որ անընդհատ բացարձակ թվերով 8 միլիարդից էիք խոսում, պարոն Ֆարմանյան, մասնագետ մարդը գալիս է, կանգնում է բացարձակ թվերով է մեզ հետ խոսում ու Ամերիկայի մի հատ օրինակ է բերում, ես չգիտեմ այդ օրինակով է բերել Ամերիկայի, ու հերոսաբար ջախջախում էիք Ամերիկայի օրինակը շատ վատ օրինակ է, մենք մեզ հետ ենք համեմատում, պարոն Ֆարմանյան, ու 2017 թվականին պարտքնա հարաբերակցությունը եղել է 59%, հիմա 2025 թվականին պարտքնա հարաբերակցությունը 49% է, այդ դա է լավագույն ցուցանիշը ցույց տալու համար, թե Հայաստանի արտաքին պարտքը ինչպիսի դինամիկա ունի։ Այսինքն մեր պարտքի բեռը իջել է այս տարիների ընթացքում։ Պարոն Ֆարմանյան, հիմա ասում եք, ես նոր քաղաքական մշակույթի կողմնակից եմ։ Այս մշակույթի կողմնակիցն եք, որ գաք մանիպուլատիվ ելույթներ ունենաք ու ակնկալեք, որ ընտրվելու եք այդ հանձնաժողովում որպես նախագահ։
Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ուրեմն սկսեմ ռուս-ուկրաինական պատերազմի օգուտներից։ Ինչպես մի անգամ իմ ելույթներից մեկում ես նշել եմ, չեմ առաջնորդվում էմոցիաներով եւ քաղաքական ճաշակով։ Գոյություն ունեն փաստեր։ Մենք ունենք շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն եւ խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Մի կարևոր ընդգծում անեմ, նախորդ անգամ գուցե դուք ուշադիր չեք եղել։ Մենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձգտում ենք ունենալ 1 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն, նույն ԵԱՏՄ-ի շնորհիվ, որովհետև 2025 թվականի մայիսի 15-ին, երբ կնքվել է ազատ առևտրի համաձայնագիր, Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող ապրանքների 90%-ը ներկրվում է առանց մաքսատուրքերի։ Այդ իսկ պատճառով այս ամբողջը, երբ որ մենք գումարում ենք իրար, շուրջ 5.5 միլիարդ դոլարի ներմուծվող ապրանքների մասին է խոսքը, սա հարվածի տակ դնելը նշանակում է մինչև 20%-ով ապրանքների գների թանկացում, օգուտի մաս։ Ինչ վերաբերում է վնասին, վնասը ձեր իշխանություններն են տվել, մենք չենք տվել։ Ինչ վերաբերում է վնասը, ասեմ, մի օրինակ բերեմ ընդհանրապես ժամանակը ուրեմն գնահատելով, այդ մի օրինակը հետևյալն է։ Օրինակ, մեզ գումար են տրամադրելու եվրոպացիները, դուք հպարտ հայտարարում եք այդ մասին, 30 միլիոն եվրո, եթե չեմ սխալվում, հյուսիսից եկող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։ Հիմա նայում եմ քարտեզին, Ժողովուրդ ջան, հյուսիսը Վրաստանն է Հայաստանի համար։ Մենք Վրաստանից սպառնալիք ունենք։ Եթե Վրաստանից սպառնալիք չունենք, դա բանական մարդու համար ակնհայտ է սլաքներն ուր են ուղղվում։ Հիմա այս պայմաններում դուք ակնկալում եք, որ մեր այդ նորմալ հարաբերությունները պիտի պահպանեն։ Դուք վնասներից ու օգուտներից եք խոսում։ Կամ խոսում եք, ենթադրենք, ապաշրջափակման մասին։ Հիմա ուզում եմ հասկանամ, մեզ ով է շրջափակել։ Եթե խոսքը Թուրքիայի մասին է, որքանով գիտեմ, 1993 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով փակվել է հայ-թուրքական սահմանը։ Հիմա Արցախը չկա։ Թուրքիան ինչի չի ապաշրջափակում։ Մնացած երկրներն են մեղավոր, ուզում եմ հասկանալ։ Եվ պետական պարտ քնա հարաբերակցության մասին ասացիք։ Մեկ անգամ եւս կրկնեմ, պետական պարտ քնա միայն այդ հարաբերակցությունով չի սահմանափակվում, գնահատականը գոյություն ունեն պետական պարտքի սպասարկման ուղղված ծախսեր, գոյություն ունի գնաճ եւ այլն։ Հիմա օրինակ, երբ որ դուք ասում եք որպես դրական երևույթ, որ աշխատավարձերը ավելացել են, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հաշվում ենք, կենսաթոշակները մի բան էլ նվազել են, ոչ թե աճել են։ 21%-ով ավելացել են կենսաթոշակները, համախառն կൂട്ടակային գնաճը երբ որ հանում ենք, մինուսային պատասխան ենք ստանում։ Եվ այս առումով անընդհատ մատնանշել ՀՆԱ պետական պարտ հարաբերակցությունը այդքան տեղին չի։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ձեր գործընկերներն են համեմատել, ես չեմ համեմատել։ Չեմ հիշում անկեղծ ասած այս բանը, ասեմ, պարոն Սերգեյ Բագրատյանը, եթե չեմ սխալվում, կամ Բաբկեն Թունյանը ամեն դեպքում, երկուսից մեկը։